Գողությունն ամենատարածված հանցատեսակներից է, այդպես է նաև մայրաքաղաքում, բայց վերջին ամիսներին բնակարանային գողությունների մասին պարբերաբար ստացվող ահազանգերը սկսեցին լրջորեն մտահոգել Երևանի ոստիկանության տարբեր բաժինների քրեական հետախույզներին։ Դրանք նման էին իրար կատարման եղանակով էլ, գողոնի տեսականիով էլ։ Թիրախ էին դառնում բազմաբնակարան շենքերի առաջինից երրորդ հարկի տները, մուտք էին գործում պատուհաններից, գործադրելով տեխնիկական միջոցներ և տանում էին միայն փող ու ոսկեղեն։ Հետախուզական միջոցառումներ ձեռնարկվեցին Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Հունիսին գողության մի քանի ահազանգ հնչեց ոստիկանության Մալաթիայի բաժնում, ինչը ոստիկաններին ենթադրել տվեց, որ հերթը այս տարածքի բնակարաններինն է։ Բացահայտման աշխատանքին վաղուց արդեն մասնակցում էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։ Վարչական տարբեր տարածքներում կատարված գողությունների մասին տեղեկությունները հավաքվում ու վերլուծության էին ենթարկվում ամենայն մանրամասնությամբ։ Բնակարանային գողությունների վերլուծությունից պարզ է դարձել, որ դրանք պրոֆեսիոնալի ձեռքի գործ են, հանցագործությունները կատարվել են օրվա մութ ժամերին, կատարվել են լուռ և աննկատ, հանցագործը գողացել է միայն փող և ոսկեղեն, ոչ մի բնակարանում մատնահետք չի թողնել։ Մայիսի 25-ին նույն ձեռագրով գողություն կատարվեց Մայրաքաղաքի Դավիթաշենի թաղամասում, մայիսի 28-ին Բաբաջանյան փողոցում, հունիսի 1-ին Գրիբոյեդովի փողոցում, հունիսի 6-ին և 11-ին Մալաթիայի վարչական տարածքում, հունիսի 3-ին և 15-ին Անդրանիկի փողոցում։ Լուռ ու աննկատ կատարված էլի շատ հանցագործություններ։ Հաշվի առնելով որոշ քաղաքացիների անհասկանալի հոգեկերտվածքը, կարելի էր միայն ենթադրել, թե էլի քանի գողություն ու գողության փորձ մնացին անհայտարարություն։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Ոմեն Մարատ։ Նույն ձեռագրով այս գողությունները սկիզբ էին առել դեռևս անցած տարվա դեկտեմբերին։ Քրեական հետախույզների տեսադաշտում կար մի Մարատ, որ նախկինում 4 անգամ դատապարտվել էր գողություններ կատարելու համար և հերթական դատապարտումից ազատ էր արձակվել հենց դեկտեմբերին։ Մարատ Հարությունյանն էր, որ վերջին շրջանում շքեղ կյանք էր վարում իր նույնքան շքեղ ավտոմեքենայով։ Այս զուգադիպությունները ոստիկաններին պատահականություն չթվացին։ Կասկածներ, բայց ապացույցներ չկային։ Բացահայտման աշխատանքը տեղափոխվեց նոր վճռական փուլ։ Մարատ Հարությունյանը վերցվեց օպերատիվ տեսադաշտ, հսկվում էր նրա ամբողջ տեղաշարժը և վերջապես հունիսի 25-ին գողություն կատարելու պահին Մարատ Հարությունյանը ձերբակալվեց։ Հունիսի 25-ի երեկոյան, երբ արդեն մութն ընկել էր, Մալաթիայի Բաբաջանյան փողոցի 129 շենքի մի բնակարանից բերման ենթարկվեց 1978 թվականին ծնված Մարատ Հարությունյանը։ Հայտնաբերվեց նաև նրա աշխատանքային գործիքներով տոպրակը, ուր կարևոր տեղ էր գրավում մեքենայի ամբարձիչը։ Բաժնում նա խոստովանեց, որ պատուհանի ճաղավանդակի ձողերը ճկել էր բնակարան մտնելու և գողություն անելու համար։ Այս խոստովանանքին հաջորդեցին մյուսները։ Բնակարաններն այնքան շատ էին, որ հասցեները մի կերպ էր հիշում։ Գողացած գումարի և ոսկեղենի չափը առավել ևս։ Քննչական փորձառություններից մեկի ժամանակ էլ, երբ բնակարանատերը ուրախությամբ նշեց, որ գողը բախտի բերմամբ չի նկատել ոսկեղենով լի դարակը, Մարատը տխրեց, ցածրաձայն ափսոսանքի խոսքեր ասաց իր անփութության կապակցությամբ։ Պրոֆեսիոնալ գողի իսկական կերպար։ Նրա կատարած 5 տասնյակը գերազանցող գողությունների փաստով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Մալաթիայի քննչական բաժինը։ Մարատ Հարությունյանը կալանավորված է։